Արամայի ուղիղ եթերում վեկտորն է բարիրիկո։ Սոս Սևան փրկության կոչ են հնչեցնում տաղավարում ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ինչն է մտահոգում նրանց, կիմանանք քիչ հետո, իսկ այժմ ներկայացնեմ նրանց։ Հակոբ Սանասարյան, կանաչների միության նախագահ, Սիլվա Ադամյան, Էկոդաշինքի համակարգող, Ինգա Զարաֆյան, Էկոլուր հասարակական կազմակերպության նախագահ, Լիանա Ասոյան, Գավառի Օրուս կենտրոնի համակարգող, Վահե Գուլանյան, Սևան ազգային պարկի ներկայացուցիչ, Մարինա Ղազարյանց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի անդամ, Լալա Թևոսյան, Տեխնոլոգիական ակադեմիա հասարակական կազմակերպություն, էկոլոգ, Թադե Գրիգորյան, ֆիզիկոս, կանաչների միության համակարգող Հոլանդիայում։ Բարև ձեզ։ Ես ասեմ, որ գործում է նաև ուղիղ հեռախոսակապ 30696 հեռախոսահամարով, այնպես որ կարող եք մասնակցել մեր քննարկմանը։ Այսօր էկոլոգիական հասարակական դաշինքը ակցիա է իրականացրել եւ այդ ակցիան սկսվել է Երևանից, նախագահի նստավայրից եւ հասել մինչեւ Սոտք։ Ինչին է ուղղված այդ ակցիան։ Խնդրեմ, ով է ներկայացնում։ Խնդրեմ։ Մենք հայտարարել ենք Սոսևան նախաձեռնություն, որովհետև մեր կարծիքով Սևանի վիճակը շատ վատ է եւ հիմնականում մենք այսօր հենց ակցիայով ուզում ենք ուշադրություն հրավիրել բոլորին, մենք դիմել ենք բոլորին, որ մեր պետական արերը պատասխանատվություն, վերջապես պատասխանատվություն վերցնեն այդ անօրինական գործունեության գործող կամպանիաներին, մասնավորապես խոսք է գնում է Geopromani Gold ընկերության մասին։ Ինչ է կարել Երևանում, ինչ է կարել Գեղարքունիքի մարզում։ Մենք այսօր պաստորեն ակցիան մեկնարկեց նախագահի նստավայրից Երևանում, երբ որ մենք այստեղ մենք ունենք հայտարարություն, Սոսևան կանաչ ակցիայի մասնակիցների հայտարարություն, մենք չենք դիմում առանձին նախագահին կամ առանձին կառավարությանը, քանի որ մենք ասում ենք բոլորին, ուղղակի սկսում ենք նախագահից եւ այդպես շարունակով գնացել ենք մինչեւ Սոտք։ Մենք գնացել ենք Գավառ, հանձնել ենք նույն հայտարարությունը Գեղարքունիքի մարզպետարան, եւ հետո գնացել ենք Սոտք եւ ինչու ամեն դեպքում չմտակ նաեւ Սևան ազգային պարկ, այնտեղ անելիք չկար։ Ճիշտն ասած, մենք չենք ուզում մտնել հատուկ Սևան ազգային պարկը, որովհետեւ մենք պատասխանատվության ենք ուզում ենք պատասխանատվության հրավիրենք հենց բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ մենք ուզում ենք մենք մի քանի անգամ դիմել ենք նախարարությանը, մի քանի անգամ մենք հրավիրել ենք նախարարի եւ նախարարության աշխատողների ուշադրությունը Սոտքի հարցի վերաբերյալ, որ Սոտքում անօրինական ձևով արդեն գործում է եւ մենք այսօր տեսել ենք մեր աչքերով։ Խնդրին կանադառնանք։ Այնուհետև եկաք Գեղարքունիքի մարզպետարան, ուղևորվեցիք Սոտք։ Այո, մենք ուղևորվեցինք Սոտք եւ այնտեղ մենք տեսել ենք մեր աչքերով, ինչպես արդեն աշխատում այդ սարքը անօրինական, մենք չէինք դառնում այնտեղ։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, խնդիրը ով կներկայացնի։ Խնդրեմ, պարոն Սանասարյան։ Ժամանակին, այսինքն մարտ ամսին, հենց նույն էկոլուրից դելեգացանք կանաչների միությանը եւ նաեւ զանգեցինք համայնքապետին, զանգեցինք գործարան, այսինքն հանքի տնօրենին եւ դելեգացանք, որ այնտեղ իրոք կառուցվում է հանքաքարի մանրացման եւ տեսանկավորման արտադրություն։ Մյուս օրը Սևանալիչին նախագահական հանձնաժողովի նիստներ եւ անձամբ Հայաստանի կանաչների միության ներկայացուցիչը հենց հարգարժան նախագահին Սերժ Սարգսյանին դելեգացրեց, որ այսպիսի ապօրինի գործողություն կա։ Եվ նախագահը հանձնարարել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որ ուսումնասիրել խնդիրը եւ ներկայացնեն փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը մեզ հասավ ամսի 15-ին, մի քանի օրվա ընթացքում շատ արագ, եւ տեսանք, որ էներգետիկայի նախարարությունը կողմնակալ եւ թերի փաստաթուղթ է կազմել։ Եվ Վլադիմիր Մովսեսյանի միջամտությամբ նաեւ ստեղծվեց նախագահական հանձնաժողովի Սևանալիչի եւ Սևանալիչի փորձագիտական ակադեմիական հանձնաժողովի մի խումբ, հանձնախումբ, որոնց եկանք տեղում տեսանք, որ իրոք կառուցումը կա, լուսանկարեցինք, այնտեղ էր ուրեմն գլխավոր ինժեները,
տնօրենն է հանքավայրի։ Սովորաբար կառուցում ենք ասում, մեր բնակչության մոտ ասոցիացիան որ լավ բան է, կառուցում է, բայց ինչ է կառուցում։ Հա։ Ուրեմն եւ միաժամանակ շինարարը կառուցում են հանքաքարի մանրացման եւ տեսակավորման արտադրություն։ Ուրեմն բնականաբար հարց առաջացավ, թե ուր է թույլտվությունը, ասեցին թույլտվությունը առայժմ չունենք։ Լավ, գոնե ցույց տվեք նախագիծը, թե նախագիծը կլինի մի 20-25 օր հետո։ Մենք վերադարձանք, կազմեցինք այդ բանը, արձանագրությունը, ստորագրեցին բոլոր մասնակիցները եւ դրա հիման վրա կանաչների միությունը դիմեց հանրապետության նախագահին։ Միաժամանակ ցույց տալով, որ էներգետիկայի նախարարության փաստաթուղթը թերի է, մյուս կողմից որ այսպիսի բան կա։ Եվ անընդհատ այս գործը ցկցկվեց։ Ի վերջո մենք տեսանք, որ նախագահական համակարգում օպերատիվություն չկա, ուրեմն կազմեց փաստաթուղթ եւ ներկայացրեցինք գլխավոր դատախազին։ Բարձր, ինձ համար հետաքրքիր է հասարակական կազմակերպությունները ինչու են խառնվել այս գործում, ինչեւ հասարակական կազմակերպությունները բավականաչափ պատասխանատու պետական մարմիններ կան։ Հա, շատ շնորհակալություն հարցի համար։ Ով կպատասխանի այս հարցին։ Ինչու է հարցը ասել հասարակական կազմակերպություններին։ Ուրեմն երևի վերադառնանք նախապատմությանը Սոսևանի, որովհետև 2 տարի առաջ, երբ որ առաջի անգամ մեզ ուրեմն ասեցին, որ Geopromining ընկերությունը որոշել է շահագործել Սևանի ուրեմն սոտքի հանքավայրը։ Հիմա մենք կազմակերպեցինք շատ մի հետաքրքիր հանդիպում Geopromining ընկերության հետ միասին, այսինքն նախաձեռնությունը երի դաշինքի նախաձեռնությունն է, որպեսզի հասարակական կազմակերպությունները հասկանան, թե ի վերջո այս սոտքի հանքավայրի ուրեմն շահագործում ինչպես է կայանալու, որտեղ մինչև այդ հանդիպել էինք նաև հնդիկների հետ, որոնք էլի փորձում էին շահագործել այդ հանքավայրը եւ փաստորեն ոչ մի նորմալ տեղեկատվություն, ոչ մի նորմալ փաստաթուղթ, ոչ մի բան իրենց ձեռքին չկա։ Նույնը ուրեմն կատարվեց երկրորդ անգամ, երբ որ մենք հանդիպեցինք Geopromining-ի հետ։ Ուրեմն ինչու մեզ այս հարցը շատ հետաքրքրեց, որովհետև առաջին օրվանից, երբ որ մենք սկսեցինք խոսել տնօրինության հետ, պարզվեց, որ տնօրինությունը մտադրություն ունի ոչ միայն հանքից ուրեմն հանքանյութը հանել, այլ արտադրություն հիմնել։ Եվ ամեն ինչը գնում էր նրան, որ մեզ փորձում էին համոզել։ Ինչ արգելում է օրենքով արտադրությունը։ Այո, խոսենք նաև նրա մասին, այստեղ չասվեց, որ Հայաստանի Հանրապետության օրենքով 10-րդ հոդվածով Սևանի լճի ավազանում որևէ արտադրություն որևէ տեսակի առավել եւս եթե դա հանք արտադրություն է, ուրեմն արգելվում է անել։ Այստեղ ուրեմն փորձում էին մեզ համոզել, որ գիտեք ինչ կա, Geopromining-ի համար շահավետ չէ, ուրեմն դուրս բերել հանքաքարը գնացքներով եւ տանել Արարատ, այնտեղ վերամշակել։ Եկեք դուք մեզ հետ համաձայնվեք, մենք այստեղ եւ ջարդման արտադրամասը սարքենք եւ ուրեմն վերամշակման գործարանը այստեղ տեղափոխենք։ Սակայն ուրեմն հանդիպեցին շատ լուրջ ընդդիմության։ 50 հասարակական կազմակերպություններ արեցին ուրեմն մի շատ բաց նամակ գրեցինք, դիմեցինք երկրի նախագահին եւ փաստորեն այստեղ նաեւ դիմեցինք Գիտությունների ակադեմիային, որտեղ այնտեղ փորձակնություններ կատարվել Geopromining-ի պատվերով եւ ժամանակավորապես գործընթացը կանգնեց։ Սա է ուրեմն նախապատմությունը, ինչպես են հասարակական կազմակերպությունները անդրադարձել այս խնդրին։ Իմ հարցը ավելի հստակ է։ Ինչու պետական համապատասխան մարմինները ինձ տեղում չեն եղել, որ հարցը ասել է ձեզ, եթե այդ մարդիկ ինձ տեղում լինեին, միգուցե այս հարցը ձեզ չաստրեմ։ Մենք իհարկե գիտեք ինչ կա, մենք խոսում ենք մեր հարազատների հետ եւ թաքցնելու համարյա ոչինչ չունենք, բոլոր այն երկրներում, որտեղ օրենքը կա եւ կա պետական պաշտոնյաների հարգալից վերաբերմունք օրենքի նկատմամբ, հասարակական կազմակերպությունները զբաղված են ավելի թեթև խնդիրներով եւ աջակցում են պետությանը։ Հայաստանի Հանրապետությունում հանք արդյունահանող, շահագործող եւ պետական պաշտոնյա կամ մյուս խոշոր արտադրական, դա հիմնականում նույնացվում է, իսկ եթե իր անունով էլ չի ձևակերպված է իր զավակի կամ հարազատի, այլ հիմնական ողբերգությունը սա է, որ ես կարծում եմ վերջապես քանի որ հանքարդյունաբերությունը դա տնտեսության ոչ թե վնասում կամ զարգացում
հանքարդյունաբերության այն թափը, որ Հայաստանում հիմա առել է, եւ դուք շատ հավանաբար 4-5 տարի հետո կտեսնեք, թե ինչ հանքավայրեր պետք է շահագործեն, այդ արդեն Հայաստանի Հանրապետության ամբողջ երկրաբանական կառույցը պետք է փոխվի եւ կյանքի համար պայմանները բոլոր կավերվեն։ Եվ միայն սա է, որ հասարակական կազմակերպությունները խնդրում են, որ պետական պաշտոնյաները իրենց գործը կատարեն։ Այստեղ է նաև Սևան ազգային պարկի ներկայացուցիչը, ո՞րն է ձեր դերը այստեղ, դուք ինչ եք արել ձեր բաժնով։ Մենք արձանք ենք ստացել Էկոլուր կազմակերպության կողմից, որ Սոտքի հանքավայրի տարածքում կառուցում են նոր գործ, կառուցում են նոր արտադրամաս, իհարկե նաև ահազանգ ենք ստացել, որ այդտեղ իրականացվել է նաև ապարների տարալևացման process-ը։ Այցելեցինք նախաձեռնողների հետ այցելեցինք Սոտքի հանքավայր եւ այնտեղ իհարկե չգտանք ուրախություն բոլորիս տարալևացման արտադրամաս, սակայն այո, գործում էր ջարդման, արդեն իսկ գործում էր, կառուցված գործում էր ջարդման եւ տեսակավորման արտադրամասը։ Գիտեք, հետաքրքիր, որ ձեզ ահազանգել են հասարակական կազմակերպությունները, բայց մինչ նրանց ահազանգելը դուք խնդրին տեղակ չէիք, դուք ում եք ահազանգել։ Ասենք խնդրին ինչով տեղակ չենք, որովհետև հանքավայրը ինքնին գտնվում է Սևան ազգային պարկի տարածքից դուրս։ Իհարկե, բայց Սևան լճի անմիջական ազդեցության գոտում։ Եվ նախատեսվող մեր մտաբախությունն այն է, որ նախատեսվող գործունեությունը ինչ որ կերպով վնաս չհասցնի Սևան լճին եւ նրա ջրային համակարգերին կամ ընդհանրապես ռուսական կամ կենտրոնական աշխարհին։ Մեր մտաբախությունը դրա մեջ է։ Իհարկե, այո, Սևան լճի մասին օրենքով, հենց կոնկրետ 10-րդ հոդվածով արգելվում է յուրաքանչյուր տեսակի տնտեսական գործունեություն, որը կարող է վնաս հասցնել։ Դուք ձեր հերթին որևէ մեկին ահազանգեցիք եւ խնդրին ծանոթացեք։ Ճիշտ ասած ոչ, մենք մեր հերթին ահազանգելու որևէ խնդիր մենք փորձեցինք հələ որ տեղում ուսումնասիրենք իրավիճակը։ Բնականաբար կահազանգենք մենք մեր վերադասին։ Այս երկար ժամանակի արծազում քան ամիս է որ խնդիրն արծազում է։ Մարտ ամսից։ Այսինքն այս ժամանակահատվածը բավարար չէ, որպեսզի խնդիրը ներկայացնեք։ Չէ, իհարկե Դուք ասում եք, որ լրացիչ ուսումնասիրությունները անպայման պետք է անպայման լրացիչ։ Եվ հիմա էլ դեռ էլի անհրաժեշտ են ուսումնասիրություններ, իշ տարբերություն միևնույնը պետք է ապացուցվի։ Դա վնաս պատճառել է Սևան լճին։ Եթե վնաս պատճառը դա միանվագ բոլորիս խնդիրն է։ Բարձր, լսենք հեռուստադիտողին։ Այո։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Որևէ մեկը սոցի ոսկու անկում եղել է եւ նայել է այնտեղ ասենք այդ գործարանն եք ասում ինչ եք ասում այդտեղ աշխատուժ է բացել մարդիկ աշխատում են դուք վարձենից ծու վիճակը դիտեք ինչ վիճակ է աշխատուժ է մարդիկ աշխատում են այս խնդիրն է պատասխանեք է դարձի ինչ է մարդիկ գնում աշխատում են այսօր մարդիկ աշխատուժ ունեն իրաց երեխեքի իրաց ընտանիքի պահելու համար ինչ կանելը ասում են Սևան լճի տեխնոտումը որևէ մեկը եղել է այդ սոցի անկում տեսել է ինչ արտոդված ջուրալացում կամ բանանում Սևան։ Այդպես նման բան չկա։ Ես խնդրում եմ պատասխանել։ Բարձր, լավ, հարցը հասկանալի է։ Ես այս ձեր նշած հարցը նաև ներառված է իմ հարցաշարում եւ որպես ընդհանուր տրամաբանությունը չխախտենք, գնանք առաջ։ Սոտքում կառուցվող այդ ջարդող, տեսակավարող այդ համալիրը ինչ վնաս կարող է պատճառել, սա միայն օրենքի խախտում ենք դիտում, թե նաև նա լուրջ վնաս է իր մեջ պարունակում։ Ուրեմն նախ պետք է ասեմ, որ ընդհանրապես տարալվացման մասին խոսք չկա, դա հատուկ սարքած գործ է, որ մարդկանց շփոթացնում են եւ երիտասարդներին եւ ուրիշներին։ Այստեղ խնդիրը հետեւյալն է. կառուցումը, ջարդման եւ տեսակավորման արտադրամաս կա հետեւյալը։ Դուք ինքներդ գիտեք, որ այն ապարները, որոնք նորմալ ապարներ են համարվում, ոսկու պարունակությունը իրենց համար համարվում է նորմալ, դա անմիջապես տեղափոխվում է Արարատի ֆաբրիկա։ Մյուսը, որը մի մասը կա, այսինքն հանքաքարի մեջ կա ոսկու արծաթի պարունակության ավելի մեծ քանակություն, մյուսներում քիչ, նրանք չեն ուզում այդ ծախսը անել եւ հսկայական քանակությամբ ապարներ տեղափոխել, նրանք դա մանրացնում ջարդում են։ Միայն մի բան պետք է ասեմ, քանի որ չի ուզենա չարաշահել, այստեղ խոսողներ պետք է լինեն։
մի բան կա, այդ ապարները որ կան մարմին նահանգային, միլիոնավոր, միլիարդավոր տարիներ եղել է, եւ դա նորմալ բնական միջավայր է, որտեղ կարելի է եւ երկրագործությամբ զբաղվել եւ ամեն ինչով։ Բայց երբ որ այդ ապարները հանում են, պատկերացրեք յուրաքանչյուր 1 տոննա հանքաքարը հանելու համար 35 տոննա միայն մակաշերտի ապարներ են հանում եւ լցնում մեր կիրճերը։ Ուրեմն դրա մեջ ինչ կա։ Ուրեմն կան ծանր մետաղներ։ Դրանց անունները միգուցե չտանք, այսպես չթվարկենք։ Սրանք սովորական պայմաններում քողարկված են, նորմալ վիճակ։ Երբ որ նրանք մանրացվում են, այսինքն ապարը, նրանց շփումը թթվածնի հետ եւ ջրի հետ, բացի մնացած ամեն ինչից նաև գիտնականները ապացուցում են, որ առաջանում է շատ նոսր խտության ծծմբական թթու, որը լուծում է ծանր մետաղների աղերը իր մեջ եւ տեղափոխում է դա մի մասը կարող է իջեցնել ներքի ջրերը, մի մասը դեպի մնացած տեղերը, իսկ եթե ջրերի մասին չեն խոսում, դա վերջապես հողմնահարվում է եւ այդ փոշին, որը իր մեջ պարունակում է ասեցի ծանր մետաղներ, դա սփռվում է տեղի եւ այգիների եւ արոտավայրերի եւ վայրահողերի։ Ուրեմն մի խնդիր կա։ Ապացուցված է, որ այդ տարերը մոտ 60-70%-ով իհարկե խիտ կոնցենտրացիաների դեպքում նվազեցնում է բերքատվությունը։ Նաև այդ ամեն ինչը, ինչպես որ մենք եղել ենք շատ տեղերում, նվազեցնում է, ասինքն ուրեմն ծնունդը մարդու եւ անասունների մոտ առաջացնում է տարբեր կարգի հիվանդություններ, ես չթվարկեմ, քասկերից սկսած, նաև հրեշածնություն, մեռելածնություն, մի բան էլ կա, որ ասեմ։ Քանի որ շատ քիմիական տարրեր կա, որոնք երբ որ լցվում են, օրինակ նավթը լցվեց հողի մեջ կամ օվկիանոսում, ժամանակի ընթացքում դրանք եւ միկրոօրգանիզմների եւ տարբեր տեսակի բաներով երկար տարիների ընթացքում վերանում են սրանք, եթե մտան շրջակա միջավայր, նրանք հավերժորեն պահպանում են իրենց հատկությունը, անցնել